Ողջույն, ինչպես գիտենք, շաբաթ օրը փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում Թեհրանի շրջանում։ Հաղորդվել է զգալի վնասների եւ քաղաքացիների շրջանում զոհերի մասին։ Ի պատասխան Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելում գտնվող թիրախների վրա, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Այս ամենին ի պատասխան Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ հարվածով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին այնպիսի հարված հասցնել, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել, եթե երկիրը հակահարված տա ամերիկյան ուժերին։ Նա այս մասին գրել է իր սոցիալական ցանցերում։ Մեջբերում եմ, Իրանը հենց նոր ասաց, որ այսօր շատ ուժեղ հարվածներ է հասցնելու, բայց ավելի լավ է չհասցնեն, որովհետև եթե դա անեն, մենք նրանց այնպիսի ուժով կհարվածենք, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել, գրել է Թրամփը։ Իսկ այժմ ժամանակն է վերլուծել մեր կանխատեսումների միջոցով 2026 թվականին ամեն ինչ կայուն կլինի Հայաստանի համար, Աբիգիա Անանդ։ Այս ամենի մեջ իհարկե մեզ բոլորիս հետաքրքրում է Հայաստանի ճակատագիրը եւ ապագան։ Այժմ ձեզ կներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում 2026 թվականի ընթացքում։ Անանդը կարծում է, որ Հայաստանը կշարունակի վերականգնել իր լուրջ կապերը հարավարևելյան Ասիայի երկրների, մասնավորապես Հնդկաստանի հետ եւ այս համագործակցությունը օգուտ կբերի ձեր երկրին։ 2026 թվականը Հայաստանի համար կլինի համախմբման տարի։ Իրավիճակը կփոխվի ի օգուտ Հայաստանի։ Նա տեսնում է, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ ապստամբություն։ Հայերը կբախվեն վտանգավոր իրավիճակի, դա տեղի կունենա երկրի ներսում։ Հնարավոր է ապստամբություն։ Այս ամենը կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին։ Քաղաքական անկարգություններ, կառավարությունը կփորձի թաքցնել այս իրավիճակը, սակայն 2026 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին հանրային դժգոհությունը կրկին կբարձրանա ձեր երկրում։ 2033 թվականից հետո ամբողջ աշխարհը կմտնի նոր փուլ։ Հայաստանը ունի բազմամյա տարիների պատմություն եւ փորձ։ Հայաստանը համարվում է ամենահնագույն երկրներից մեկը։ Հայաստանը աճում է։ 2026 թվականին Հայաստանի աճը կշարունակվի, ընդհանուր առմամբ իրավիճակը դրական կլինի, այդ թվում տնտեսության մեջ։ Բայց ձեր տնտեսության վիճակը իսկապես կվերականգնվի միայն 2033 թվականից հետո եւ կշարունակի կայունանալ եւ ամեն ինչ լավ կլինի։ Աբիգիա Անանդը նաև խոսում է տիեզերքի մասին եւ դրանից եկող սպառնալիքների մասին եւ հանգստացնում պատասխանելով, որ տիեզերքից եւ ոչ մի սպառնալիք չպետք է սպասել։ Տիեզերքից խնդիրներ չեն լինի։ Ինչ վերաբերում է այլմոլորակայինների հետ շփմանը, կա մի փոքր հավանականություն։ Կա տիեզերքի հետ կապված գիտական հայտնագործությունների հնարավորություն եւս։ Մարդկության համար կգա լավ ժամանակ, լավ դարաշրջան։ Այստեղ կարևորը ռեսուրսների բաշխումն է։ Կկարողանան արդյոք ամենաաղքատ երկրները օգտվել այս կարկանդակից, բայց մարդկությունը կարող է հասնել ֆանտաստիկ մակարդակի։ Նա լավատեսորեն է տրամադրված այս հարցերում։ Նա կարծում է, որ մոտ 2030 թվականին մենք կտեսնենք արհեստական բնականության բացասական հետևանքները։ Իսկ այժմ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդյոք կա վտանգ Հայաստանի համար։ Վերջին մեկ օրը տարածաշրջանում նկատվում է լարվածության մեծ աճ, քաղաքական հայտարարություններ, ռազմական ակտիվ բախումներ եւ այս ամենի մեջ մարդկանց, ավելի կոնկրետ հայ ժողովրդին անհանգստացնում է մեկ պարզ հարց. արդյոք կա իրական վտանգ Հայաստանի համար, թե ոչ։ Նախ պետք է հասկանալ մի կարևոր բան. տարածաշրջանի լարվածությունը նոր երևույթ չէ։ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական խաչմերուկում, որտեղ տարբեր ուժերի շահերը երբեմն հատվում են։ Պետք է հիշել այս պահին մի շատ կարևոր հանգամանք։ Հայաստանը ունի միջազգային գործընկերների հետ ակտիվ կապեր, գործում են դիվանագիտական գործընթացներ եւ յուրաքանչյուր լարվածություն անցնում է բանակցային փուլերով։